1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Մայիսի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած այդ խայտառակությունը բացահայտեց մեր քաղաքական դաշտի միանգամից մի քանի առատներ, որոնց մասին էլ այսօր կխոսեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հունից դուրս եկավ, ինքնատիրապետումը կորցրեց, սկսեց աճուձախ սպառնալ եւ դա մեծ հաշվով հասկանալի էր։ Բանն այն է, որ 7 տարի շարունակ նա անընդհատ խոսում էր այն մասին, որ նախկինները թալանել են, նախկինները կողոպտել են, նրանք թալանչիներ են, կոռուպցիոներներ են, դա նրա հիմնական խաղաքարտերից մեկն էր եւ դա բավականին լավ աշխատում էր, որովհետեւ նախկինները իսկապես էլ կոռումպացված էին եւ իսկապես էլ թալանել էին։ Բայց ահա հիմա ընդդիմությունը նրանք կոնկրետ հարցեր է տալիս, ասում են դուք եք թալանել, դուք եք կոռումպացված, կոնկրետ հարցեր է բարձրացնում, որին Նիկոլ Փաշինյանը պատասխանելու ոչինչ չունի։ Իսկ եթե պատասխան չկա, ինչ պիտի անել, այո, պետք է ինքնատիրապետումը կորցրել, այդպիսի հիստերիաներ բեմադրել, այնպես որ այս առումով ամեն ինչ կարծես թե հասկանալի է։ Բայց այդ ընդհանուր աղմուկի թոհուբոհի մեջ կարծես թե մի քանի հիմնական բովանդակային հարցեր անտեսվեցին, մի կողմ մաղվեցին։ Օրինակ, առաջինը Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, որ բոլորին կլցնի ԱԱԾ պատվալները, ինչպես ինքը ասեց, ինչ որ մեկի նույնիսկ կոնկրետ սպառնաց, այ դու առաջինը պիտի այնտեղ գնաս եւ կգնաս։ Այսինքն նա ինչ է ասում է, ես եմ որոշում, թե ում պիտի լցնեմ ԱԱԾ պատվալները, ես կարող եմ դա անել, պարզապես չեմ անում, որովհետև ես բարի եմ, ես չգիտեմ, ժողովրդավար եմ, ես այդ տեսակը չեմ։ Փաստորեն մարդը խոստովանում է, որ պետական կառավարման ինստիտուտները, ավելի կոնկրետ ուժային կառույցները, այդ թվում ԱԱԾ-ն, իր պահները, այլևս ոչ թե պետությանն են ծառայում եւ օրենքին են ծառայում, այլ իրեն են ծառայում։ Ինքն է որոշում, թե ինչ ովքեր պիտի հայտնվեն ԱԱԾ պատվալներում, թե ոչ։ Սա ուղղակի իշխանազանցության խոստովանություն է, խոստովանություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ բոլոր հարցերը ինքն է որոշում եւ օրենքը այլևս երկրորդական, երրորդական է, այսինքն օրենքի առջեւ բոլորը հավասար չեն։ Եվ իմիջիայլոց, երբ նա արդեն նստել էր իր տեղը եւ դեղահավներ խմում, արանքում հասցրեց ասել, որ կոնկրետ ինչ որ падգամավորի մասին, թե քեզ որտեղից դու ինչի պիտի տուն ունենաս Սևանի ափին։ Տեսեք, ազգային ժողովում կա 107 падգամավոր եւ նրանցից յուրաքանչյուրը բնականաբար միջին հաշվով, ասենք 4-5 գույքի սեփականատեր է, չնայած падգամավորներ կան երևի 100-ից ավելի գույքի սեփականատեր են, բայց ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, թե այդ падգամավորը որևէ падգամավոր, այնպես չի որ շատ առանցք է, կոնկրետ ինչ գույքի սեփականատեր է եւ որտեղ։ Սա ենթադրել է տալիս, որ նրան հատուկ ծառայությունները կամ որպես կոմպրոմատ, այդպես փաթեթներով նրանց ունեցվածքը դնում են իր սեղանին, կամ էլ Նիկոլ Փաշինյանը ինքն է նախապես ուսումնասիրում դա այդ ամեն ինչը, այդպես հատաթիժում, այսինքն սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գերադասում է իր քաղաքական հակառակորդների հետ խոսել, ահա այդպիսի կոմպրոմատների լեզվով։ Եվ իդեպ նա նաև անդրադարձավ այդ հարցին, ասաց այդ նույն ելույթում, որ երբ գյուղերը գնում, բոլորը իրեն հարցնում են, բա ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանկում չեն, ինչու են ազատության մեջ։ Թե ինչու են գյուղացիները այդպիսի հարցեր տալիս, հասկանալի է, իշխանական քարոզչությունը, քարոզչամեքենան, իշխանական գործիչները անընդհատ խոսում են այն մասին, որ այն դրանք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը թալանչիներ են, բնականաբար եթե այդպես է նրանք էլ պիտի հարց տան, ասեն, բա եթե թալանչիներ են, ինչու ազատության մեջ են, ինչու բանտում չեն։ Հետաքրքիրն է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է գյուղացիներին ինձ այսպիսի հարց են տալիս միշտ ամենտեղ, բայց չի ասում, թե իսկ ինքը ինչ է պատասխանում։ Ավելի կարևորը իր պատասխանը, չէ՞։ Իսկ ինքը ինչ պիտի պատասխաներ։ Պիտի պատասխաներ կամ իմ թիմակիցները սուտ են ասում, զրպարտում են, երբ նրանց անվանում են թալանչի, այլ դրա համար էլ նրանք բանտում չեն։ Կամ էլ պիտի ասի, որ իմ թիմակիցները սուտ չեն ասում, չեն զրպարտում,
բայց իրավապահ համակարգը, որտեղ դեպ նույնպես իր թիմակիցներ են, շատ վատ է աշխատում, չի կարողանում այդ թալանչիներին բանտերը լցնել։ Ընդորում ուշադրություն դարձրեք Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է իշխանությանը, այսօր մայիսի 8-ին ուղիղ 7 տարի է ինչ իշխանությանը, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը դրանից ավելի կարճ է պաշտոնավարել, բայց ահռելի գործ է հասցրել անել, ինչևէ։ Փաստորեն 7 տարվա ընթացքում հնարավոր չի եղել այս հարցը լուծել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը նաև դա է խոստովանում։ Հիմա արտաքին քաղաքականության մասին, արտաքին քաղաքականության առնչվող հարցի մասին Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին երևի առնվազն մի 100 անգամ հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին Ալմատի հռչակագրին միանալով։ Շատ է հայտարարել, լսել եք։ Եվ ահա երեք նույնը հայտարարեց նաև արտգործնախարարը, բայց երեք Նիկոլ Փաշինյանը նույն այդ ելույթում հայտարարում է, որ ասում է, այո, ես 2022 թվականի հոկտեմբերին որոշում եմ ընդունել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Այսինքն ինքը բարդ որոշում է կայացրել, ներողություն, բայց եթե դա 91 թվականին Հայաստանը արդեն ճանաչել էր, իբր, ինչ կարիք կար, որ դուք 2022 թվականին այսի բարդ որոշում կայացնեիք եւ ճանաչեիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչու որտեղ մինչև այդ պարզապես չէր ճանաչվել, փաստացի եւ դուք դա շատ լավ գիտեք։ Ինչևէ, հիմա մի քիչ ավելի ընդհանուր, իսկ ինչ էր ընդհանրապես այն ինչ տեղի ունեցավ այդ ազգային ժողովի այդ նիստում եւ ընդհանրապես ինչպես է ստացվել, որ մեր ազգային ժողովը այդ որակն ունի, այդպիսի որակ ունի, որը պիտի խորհրդարանական ցանկացած պետությունում պիտի լիներ կարևորագույն մարմինը, որտեղ քննարկվեին կարևորագույն պետական կարևորության հարցեր, բայց փաստորեն դարձել է մի մարմին, մի դահլիճ, որտեղ ընդհանրապես լեզվակռիվ է ընթանում, բոլորը բոլորին ամենածանր խոսքերով վիրավորում են, մի խոսքով անմակարդակ փողոցային, զրուցարանի մակարդակի ինչ որ կառույց է դարձել, ինչու։ Եվ հասարակությունը, այո, դրանից շատ դժգոհ է, շատ բորբոքված է դրանից, բայց ինչու եք դժգոհ, հարգելիներս, ձեր ընտրած խորհրդարանն է։ Ինչու եմ ասում ձեր, որովհետև դա մեր հասարակության 80%-ի ընտրության արդյունքն է։ Խորհրդարանում ներկայացված 3 ուժերը միասին ստացել են հասարակության ուղիղ 80%-ի ձայնը, այսինքն 80%-ն է ընտրել այդպիսի խորհրդարան։ Իսկ ինչու է հատկապես այդպիսի խորհրդարան ընտրել։ Եվ ընդհանրապես ինչպես են ձևավորվում այդ ուժերը, ինչ սկզբունքներով են ձևավորում իրենց նախընտրական ցուցակները։ Հասկանալի է, լիդերները առաջին հերթին հաշվի են առնում անձնական նվիրվածությունը իրենց եւ երկրորդը հաշվի են առնում այն թե որքանով է նրանց վարկանիշը բարձր, որքանով են նրանք ընդունելի ժողովրդի համար, որքանով է նրանց վարկանիշը բարձր ժողովրդի շրջանում։ Իսկ այդ վարկանիշը ինչպես է ձևավորվում։ Ձևավորվում է հետևյալ կերպ, հասարակությունը քաղաքական գործիչների հետ առնչվում է հիմնականում, եթե ոչ բացառապես, լրատվամիջոցների, տարբեր լրատվական հարթակների, հեռուստատեսություն, սոցկայքեր, տարբեր հարթակներ, էլեկտրոնային լրատվամիջոցներ եւ այլն, դրանց հեռարձակումներով։ Իսկ այդ հեռարձակումներում, եթե նկատել եք, ինչքան ավելի ցածր, անկիրթ, գռեհիկ բառապաշար է օգտագործում, այնքան ավելի դիտումները շատ են, կիսումները շատ են, հավանումները շատ են, այդ լայքեր կոչվածը շատ է, եւ այդ քաղաքական գործիչներն էլ դա ընկալում են որպես վարկանիշ, բարձր վարկանիշ, ինչքան շատ են այդ լայքերը, դիտումները, այնքան իրենց վարկանիշը բարձր է, այդպես են ընկալում եւ բնականաբար փորձում են ամեն անգամ տարբեր եթերներից, տարբեր հարթակներից հնարավորինս անլուրջ, սուր, հաճախ լկտի, հայհոյախառը տեքստեր արտասանել, համարելով, որ այդ դեպքում իրենց վարկանիշը բարձրանում է, համարելով, որ դա հասարակության առաջին հերթին դա է դուր գալիս, հետեւաբար ինչքան ավելի անլուրջ լինեն, ինչքան ավելի սուր հայհոյախառը բառապաշար օգտագործեն, այնքան ավելի իրենց վարկանիշը
բարձր կլինի եւ դա իսկապես աշխատում է, օրինակ դոկ կուսակցության օրինակով մենք դա տեսնում ենք եւ ոչ միայն դա շատ լավ աշխատում է եւ հակառակը լուրջ ծանրակշիռ քաղաքական միտքը, քաղաքակիրթ բանավեճերը տարբեր թեմաներով մասնագիտական այնքան էլ հարգի չեն դրանց դիտումները որպես կանոն շատ ցածր են, հավարումները շատ ցածր են, դրա համար էլ դա մարդիկ համարում են որ դա պահանջված չէ եւ բնականաբար դա աշխատում է, այսինքն եթե շատ բարձ ասենք մարդը ինչքան ավելի լկտի հայրախառ բառապաշար է օգտագործում, ինչքան ավելի ցածրակարգ, այնքան ավելի մեծ հավանականություն ունի, որ կհայտնվի որևէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակում։ Այդպես էլ լինում է եւ հայտնվելով այդ ցուցակում եւ դրա շնորհիվ հայտնվելով ազգային ժողովում, նրանք բնականաբար փորձում են արդարացնել իրենց այնտեղ հայտնվել, առաջին հերթին դուր գալ նրանց, ովքեր իրենց խցկել են այդ ցուցակ, արդարացնել, դա նույնը անել հերոստախցիկ տեսախցիկների առջև, որպեսզի հայտնվեն նաև հաջորդ ընտրությունների ցուցակում, որտեղ եթե ինչ որ մեկը պակաս, այսպես ասենք, լաչարություն անի, պակաս հիստերիա բարձրացնի, պակաս կռվազանություն ցուցաբերի, ապա մեծ հավանականությամբ հաջորդ անգամ ցուցակում չի լինի եւ իրեն կփոխարինի իրենից ավելի լաչարը կամ իրենից ավելի լեզվանի։ Սա վերաբերում է եւ իշխանություններին եւ ընդդիմությանը։ Որ վերաբերում է նաև նրանց, ովքեր խորհրդարանում չեն, բայց տարբեր հարթակներից, տարբեր լրատվամիջոցներով խոսում են եւ ցանկանում են խորհրդարանականներից ավելի լաչար լինել, որպեսզի գուցե նրանց փոխարինեն այդ ցուցակներում։ Այսինքն հանրային պահանջարկը սա է, ըստ այդ պահանջարկի էլ մարդիկ հայտնվել են խորհրդարանում, անցողիկ տեղերում եւ հիմա այդպես էլ վարվում են, ուրիշ ակնկալիք պետք չէ ունենալ։ Ի վերջո եթե ասենք մարդիկ ընտրում են այդ ցուցակներում ներգրաված ասենք բռնցքամարտիկներին, պետք չի ակնկալել, որ նրանք կհայտնվեն խորհրդարանում եւ շախմատ կխաղան։ Ինչի համար ընտրել եք, դրանով էլ պիտի զբաղվեն, որպեսզի եւս մի ժամկետով ընտրվեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Վերջին հաշվով, երբ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը հիշում եք, ասում էր «Սերդեչնի պրիվետ от Արությունա Զիմզիմովա», կամ ասում էր «Բոլորին կփռեմ պատերին, կցեպեմ ասֆալտին», չգիտեմ, եւ այդ մարդուն ժողովուրդը իր ուսերի վրա բերեց իշխանության եւ ինչ էր ակնկալում, որ այդ բառապաշարը օգտագործողը պիտի իշխանություն ստանձնելուց հետո փիլիսոփայական մտքեր հայտնի, չգիտեմ, Ժան-Ժակ Ռուսոյից մեջբերումներ անի, չէ իհարկե։ Նա տեսնում է, թե ժողովրդին ամենաշատը ինչն է դուր գալիս, այդ բառապաշարն էլ օգտագործում է։ Եվ դա վերաբերում է մյուս բոլոր քաղաքական ուժերին, վարկանիշները այդպես են ձևավորվում։ Հասարակության պահանջարկը ցավոք սրտի դա է։ Եվ դա միանգամից չի եղել, այո, դա կամաց մեր ընկալումները իջեցվել են այդ մակարդակին, դրանի դեպ նպաստել են նաև լրատվամիջոցները, որոնք իրենք էլ անընդհատ, ասենք, տեսեք, հարցումներ են անցկացնում, օրինակ փողոցում, տարբեր եւ իշխանական եւ ընդդիմադիր լրատվամիջոցներ հարցումներ են անցկացնում, պատահական մարդկանց ինչ որ բաներ են հարցնում եւ եթե ինչ որ մեկը, ասենք, իրենց սրտի ուզածը ասում է իշխանությունների կամ ընդդիմությանը հայհոյում է, ասում է անասուն պետք է կախել եւ այլն, ամենաինտենսիվը դրանք են տարածում։ Իսկ եթե որևէ քաղաքացի ինչ որ միտք արտահայտի քաղաքացի ինչ որ հասիկ թե դա տարածեն, եթե տարածեն էլ առանձնապես շատ մարդ չի նայ, որովհետեւ նաեւ այդպես է հանրային պահանջարկը եւ ճաշակը ձևավորվում։ Արդյունքում ունենում ենք ահա այսպիսի խորհրդարան, ընդ որում սա էլ միայն վերջին տարիների բան չի եւ եթե անգամ այսօրվա խորհրդարանը թեկուզ այդ նույն կազմով կամ նույն որակի կազմով խորհրդարան ուժերի հարաբերակցությունը այլ լիներ եւ ընդդիմության եւ իշխանությունների տեղերը փոխված լինեին, ելի մոտավորապես նույն պատկերն էր լինելու։ Վերջո դա տեսել ենք մինչեւ 18 թվականը Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը մեծամասնությունը, Ռոբերտ Քոչարյանի սատարող քաղաքական ուժերը իշխանական համակարգի մասին կազմում, Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի ընդդիմադիր համախոհների հետ ընդդիմություն էր, նույնքան լաչար, նույնքան հիստերիկ ընդդիմություն էր, էլի այդպիսի շոուներ, ֆայերներ, սուր հարցեր, հիշում եք, եւ նրանք էլ գնում էին փաթաթում էին ամբիոններին, հետո նրանց էին փորձում դուրս հանել
դահլիճից ազգային ժողովի մոտավորապես նույն բաներ, դիրքերն իհարկե այս լկտիությունը չկար, հասկանալի է, բառապաշարը չկար, բայց էությունը նույնն էր։ Էլի ազգային ժողովը մարմին չէր, որտեղ կարևորագույն հարցեր էին քննարկվում, դա ավելի շատ զուտ քարոզչական կառույց էր, ինչպես եւ հիմա է, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում խորհրդարանում, հատկապես կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դա զուտ քարոզչական ճակատամարտ է։ Իշխանական պատգամավորները նախապես պատրաստած հարցերով փորձում են ցույց տալ, թե ինչքան լավն են իշխանությունները, որպեսզի վարչապետը վեր կենա իր արածները պատմի, ընդդիմությունները հակառակը ուզում է ցույց տալ իր հարցերը, թե ինչքան վատն են իշխանությունները եւ ինչքան լավն են նրանք։ Սա է այս քարոզչական ընդհանրապես պարզ ճակատամարտ է։ Եթե չենք ուզում, որ այսպես լինի, մի շատ պարզ լուծում կա, պարզապես պետք չի խորհրդարան տանել, ձայն տալ խորհրդարան տանել այն ուժերին, որտեղ այդ որակն է գերակշռում, որովհետև այդ որակը այն ցուցակները, որտեղ այդ որակն է գերակշռում, ուղարկեն խորհրդարան, ստանալու ենք նույն պատկերը, ով կլինի իշխանություն, ով կլինի ընդդիմություն, էական չի, նույն պատկերն է լինելու։ Դրա համար էլ հաջորդ ընտրություններում մարդիկ պիտի նայեն այն ուժերի ցուցակները, որտեղ կան մարդիկ, ովքեր ի վիճակի են քաղաքական բանավեճ անցկացնել, քաղաքակիրթ բանավեճ անցկացնել, լրջագույն քաղաքական խնդիրներ քննարկել, լուծել, լուծումներ առաջարկել։ Այդ դրանց է պետք ձայն տալ եւ ոչ թե այն ուժերին, որտեղ լիքը լաչառներ կան եւ որոնք գնալու են տարբեր դիրքերից սկսեն խորհրդարանում իրար հայհոյել, իրար քարկոծել, իրար վրա շշեր նետել, իրար քացի տալ եւ այլն։ Եթե հասարակության այս պահանջարկը չփոխվի, ցանկացած հաջորդ խորհրդարան մոտավորապես նույնն է լինելու։ Այսինքն պետք է փոխել հասարակության ընկալումը եւ պահանջարկը ու կարծում եմ, որ քաղաքական համենայնպես լուրջ ուժերի հիմնական ալինիքը հենց սա էլ պիտի լինի։ Այսօր այսքանը կհանդիպենք։